Սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 18-ն է, օրը կիրակի, երեկ չստացվեց պատրաստել ձեզ համար հաղորդում։ Այս հաղորդման ընթացքում ավելի մանրամասն փորձելու ենք քննարկել եւ խոսել, թե ինչ էր տեղի ունենում Ալբանիայում եվրոպական քաղաքական համայնքների 6-րդ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ որ հանդիպեցին նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը։ Կարևոր հանդիպում խոսակցություն տեղի ունեցավ նաև Հայաստանի վարչապետի եւ Էմանուել Մակրոնի միջև, հետո Էմանուել Մակրոնը հանդես եկավ հայտարարությամբ, դրանից բացի նաև հայտարարություն եղավ Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ, ճիշտ է շատ կարճ էր այդ հաղորդագրությունը, բայց բավականին կարևոր տեղեկություններ է գալիս մեզ, թե իրականում ինչ փուլում է հիմա գտնվում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Հաղորդման ընթացքում մենք կխոսենք նաև ռուս-ուկրաինական բանակցություններից, որոնց մասին մենք չենք հասցրել խոսել երեք, թե ինչ է տեղի ունենում, փաստացի մենք ճիշտ էինք, որ ասում էինք, եթե երկու կողմից կար ռազմական բարձրաստիճան պատվիրակություն, ուրեմն կողմերը ինչ որ փոխանակման շուրջ են համաձայնության գալու, այդպես էլ եղավ, պայմանավորվել են 1000-ը 1000-ի փոխանակել ուկրաինական եւ ռուսական զինվորականների փոխանակման մասին է խոսքը, մենք այդ մասին փաստացի խոսել էինք եւ ասել էինք, որ նման բան է նախապատրաստում ամենայն հավանականությամբ, եւ այդտեղ եւս ճիշտ դուրս եկանք մենք, սիրելի հայրենակիցներ։ Դե լավ, սկսենք հաղորդումը, սակայն նախքան հաղորդումը սկսելը կրկին հիշեցնեմ ձեր լայքերի մասին, քանի որ դրանք չափազանց կարեւոր են։ Եվ սկսենք այն տեղեկությունից, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը գտնվում էր Իրանում, կարևոր հանդիպումներ են ունեցել Իրանում, փաստացի Հնդկաստանից հետո մեկնել է Իրան, դա կարևոր է, որ Հնդկաստանից հնքամից Իրան, եւ այնտեղ հանդիպում է տեղի ունեցել Արմեն Գրիգորյանի եւ Աբբաս Արաղչիի միջև, Իրանի արտգործնախարարի միջև։ Եվ ամենակարևորը այն է, որ կրկին Իրանը իր արտգործնախարարի մակարդակով վերահաստատել է, որ Իրանը լրիվ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ սուվերենությանը։ Եվ Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել, որ Իրանը կողմ է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Այս դիրքորոշումը Իրանի չափազանց կարևոր է մեր համար եւ իրոք շատ լավ է, որ նման հանդիպումները տեղի ունենում են եւ Իրանը կրկին վերահաստատում է իլուր աշխարհի եւ տարածաշրջանի իր դիրքորոշումը, որ Իրանի համար չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա սուվերեն անկախ երկիր, ինչպես նաեւ ոչ մի պարագայում չպետք է խաթարվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դա չափազանց կարևոր դիրքորոշում է։ Բայց վերադառնանք եվրոպական քաղաքական համայնքների 6-րդ գագաթնաժողովին, որի ժամանակ նաեւ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փաստացի մենք երեք այս ամենը չենք քննարկի, հիմա քննարկենք եւ փորձենք իրար կապել, եւ Մակրոնը հայտարարել է հստակ, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին, որպեսզի ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Եվ Մակրոնը գրել է, որ ինքը հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրումով։ Փաստացի Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը լավատես է, կարծում է, որ այդ գործընթացը ավարտվելու է խաղաղության պայմանագրի ստորագրումով։ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարը եւս Հայաստանի եւ Ադրբեջանի մասով հայտարարությամբ է հանդես եկել։ Ալեն Բերսեն լրագրողներին ասել է, որ չափազանց կարևոր են քննարկումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ նրա խոսքերով հաջորդ ամիս ինքը քննարկելու է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ նա ասել է, որ մենք միասնական պետք է աշխատենք, որպեսզի այդ կոնֆլիկտը լուծվի։ Այս փոքրիկ ուղերձները չափազանց կարևոր են, կարևոր նաեւ կարճ հայտարարությամբ է հանդես եկել Կայա Կալասը այդ մասով, ես արդեն նշել էի նախորդ մեր հաղորդումների ընթացքում, եւ դրանից բացի քննարկում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, բայց հիմա գանք արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը որ շատ կարճ հաղորդագրությամբ ներկայացվեց։ Հաստատի այդ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը կարևորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման
ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է փաստացի մեծ հաշվով ոչինչ։ Եթե ես անկեղծ լինեմ, մեծ հաշվով ոչինչ։ Հա, համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելի է, ողջունել են, դա պետք է եւ լիներ, ուրիշ կերպ չէր կարող լինել, քանի որ այն համաձայնեցվել է թե Ադրբեջանի եւ թե Հայաստանի միջև, պետք է որ ողջունեին, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը, այստեղ չեմ բացում իրենք, դիտմամբ վերադառնում եմ կրկին այս կետերի քննարկմանը եւ կարեւորել են ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Ինչ է սա նշանակում։ Փաստացի սա նշանակում է այն, որ հələ հարցեր կան քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այս գործընթացը շարունակվում է, ձգձգվում է եւ մեծ հաշվով ինչ որ առաջընթաց չկա, որ կոնկրետ պայմանավորվեն օրը, ժամը եւ վայրը, թե որտեղ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Այսինքն այս պահի դրությամբ մեծ հաշվով թե ինչ է խոսվել հայկական Հայաստանի վարչապետի եւ Իլհամ Ալիևի միջև, ինչ խոսակցություն է եղել, այս պահի դրությամբ մեծ հաշվով հայտնի չէ։ Բայց մենք մեր նախորդ հաղորդման ընթացքում մանրամասն քննարկեցինք, թե որ հարցերն են հնարավոր քննարկելու Հայաստանը եւ Ադրբեջանը, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, եւ կարծում եմ, որ այդ մեր վերլուծությունը այնուամենայնիվ կրկին մնում է ակտուալ, քանի որ այս հաղորդագրությունը ոչինչ մեզ չի ասում եւ որևիցե առաջընթացի մասին չի խոսում։ Իսկ դա նաեւ նշանակում է այն, որ գործընթացը ձգձգվում է, շարունակվում է։ Ես քրտի համոզված եմ, որ Իլհամ Ալիևը հետևում է, թե ինչպես կավարտվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները եւ ինչպես կավարտվեն բանակցությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Այդտեղ էլ չափազանց կարևոր զարգացումներ կան, բայց մենք նաեւ խոսել ենք այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես ակտիվանում են հայ-ադրբեջանական գործընթացի մեջ։ Դրա մասին էր վկայում նաեւ Վիտկոֆի հայտարարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացի Հայաստանի եւ Ադրբեջանի մասով, դրա մասին են վկայում նաեւ եվրոպական առաջնորդների հայտարարությունները։ Եվ եթե ես անկեղծ լինեմ, թե եվրոպացիները եւ թե ամերիկացիները մեծ հաշվով կարծես թե լավատես են Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող այդ բանակցային գործընթացից մեծ հաշվով լավատես են։ Սակայն կրկին նշեմ իմ համոզմամբ այդ կոնֆլիկտը, այդ բանակցությունների ճակատագիրը մեծ հաշվով ավելի կախված է Ուկրաինայից եւ Իրանից, թե ինչպես կավարտվեն բանակցությունները Իրանի ատոմային ծրագրի շուրջ եւ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը մեկ հետաքրքիր հայտարարություն եւս արել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած փոխհատկորձ նախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ էր եւ նա ասել է, որ հույսով եմ, որ այն կվերածվի ավելի լայն ձևաչափի, այսինքն Հայաստանը ողջունել է Վրաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպումները փոխհատկորձ նախարարների միջև եւ Հայաստանը փաստացի ակնկալում է, որ այդ ձևաչափը ավելի կընդլայնի, այսինքն ոչ միայն փոխհատկորձ նախարարներ, այլ նաեւ ամենայն հավանականությամբ լավ կլինի, որ ներգրավեն նաեւ արտգործ նախարարներ։ Սա երևի ակնկալում եւ ակնարկում է այս մասին Նիկոլ Փաշինյանը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի շուրջ այնինչ ունենք, մենք փորձում ենք թե ներկայացնել, թե նաեւ վերլուծել տեղի ունեցածը շատ կարճ, որովհետեւ մեծ հաշվով հիմա շատ բան չկա խոսելու, գործընթացը շարունակվում է, գործընթացը ձգձգվում է հստակ միտումնավոր Ադրբեջանի կողմից, բայց Ադրբեջանը կարծես թե բոլորին ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է բանակցել, պատրաստ է երկխոսել եւ պատրաստ է լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, այսինքն պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Եվ Ադրբեջանը խաղում է այս հարցի հետ, մենք հասկանում ենք, թե ինչու է խաղում եւ պատահական չէ, որ հիմա խաղում է, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը այնպիսին է, որ կարծես թե բոլորի մոտ լավատեսություն է առաջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման շուրջ, բայց այդ բանակցությունները Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև ըստ փոքրիկ այդ տեղեկության, որը որ մենք ունենք, փաստացի ոչ մի արդյունք չեն գրանցել։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր եւ լավ
հաղորդագրություն կունենայինք։ Երևի այս հարցի շուրջ մենք պետք է սպասենք Նիկոլ Փաշինյանի կամ մամլո ասուլիս կամ հարցազրույց ապագայում, որտեղ նա կբացի արդեն նոր մանրամասներ այդ հանդիպումից։ Հիմա խոսենք ռուս-ուկրաինական բանակցություններից, որոնք որ տեղի ունեցան Ստամբուլում։ Սրա մասին մենք չենք խոսել, բայց ինչպես արդեն նշեցի, մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, որ քանի որ զինվորականները կային այդ պատվիրակության միջև, ինչ որ մի բան պետք է լուծում ստան, ինչ որ մի հարցի շուրջ պետք է համաձայնության գային եւ ինչ որ մի հարց պետք է լուծվեր, եւ այդ հարցը կոնկրետ արդեն վերաբերվում էր զինծառայողների փոխանակմանը 1000-1000-ի ամենամեծ զինվորականների փոխանակումն է, փաստացի տեղի ունենալու Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև։ Հետո սկսեցին տարածվել տեղեկություններ մամուլում, ինչպես նաև ուկրաինական կողմը հայտարարությամբ էր հանդես գալիս, որ իրենք սպասում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը ինչ-որ մեծ պայմաններ էր դնելու ուկրաինական կողմի վրա, եւ ըստ մամուլում տարածված տեղեկությունների Ռուսաստանը ուկրաինական կողմից պահանջում էր բոլոր այն 4 շրջաններից, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունը տարածել է, ճանաչել է իր տարածքի անբաժանելի մաս, որպեսզի այդ բոլոր շրջաններից ուկրաինական զինված ուժերը դուրս բերվեն, իսկ ես հիշեցնեմ, որ այդ շրջանները ամբողջովին Ռուսաստանի Դաշնությունը չի կարողացել գրավել եւ դրա համար մեծ մարտեր են ընթանում եւ Ռուսաստանի Դաշնությունը միլիմետրերով է կարողանում առաջ գնալ, նաեւ միլիմետրերով ասելը պատկերացրեք մետրերով են իրոք առաջ գնում եւ չեն կարողացել իրենց վերահսկողության տակ առնել այդ բոլոր շրջանները։ Այդ տեղեկությունների համաձայն ռուսական կողմը պահանջում էր 4 շրջաններ ամբողջովին, դե ՆԱՏՕ-ին չանդամակցելը գիտեք, մնացած բոլոր պայմանների մասին եւս գիտեք, որ եվրոպական զինծառայողներ չպետք է լինեն Ուկրաինայում եւ այլն, բայց այստեղ մեկ հետաքրքիր բան կա, փաստացի կար տեղեկություն, որ Ռուսաստանի Դաշնությունը եթե Ռուսաստանի Դաշնության պահանջները չբավարարեն, ապա դրանք կարող է դառնան արդեն 5 շրջաններ, նաեւ Խարկովի շրջանը կարող է միացվել Ռուսաստանի Դաշնությանը, բայց հետագայում նաև մենք ստացանք ավելի նոր տեղեկություններ, ցավոք չկարողացա ես ստուգել այդ տեղեկությունների ճիշտ եւ սխալ լինելը, քանի որ հիմա դեզինֆորմացիան եւս շատ է տարածվում, որ Մեդինսկին, ով որ վարում էր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության կողմից, ինքը ասել է ոչ թե 4 կամ 5 շրջանների մասին է խոսքը, այլ նույնիսկ 8-ը, եթե հիմա չտան այնինչ պետք է Ռուսաստանին, ապա ապագայում պետք է արդեն 8 շրջաններ զիջեն Ռուսաստան։ Ես չեմ բացառում նաև դա, բայց մյուս կողմից հետաքրքիր այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը այդպիսի պահանջներ է ներկայացնում Ուկրաինային բանակցությունների ժամանակ, սակայն հայտարարությունների մակարդակով շատ անգամ, երբ որ հայտարարությունները արվելու են կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այլ տեսակի հայտարարություններ են անում, փորձելով ավելի մեղմել եւ շատ ավելի կառուցողական դրսևորել իրենց, եւ դա էլ շատ հետաքրքիր է, այսինքն Ուկրաինայի հետ բանակցությունները մեկ այլ բանի մասին են, եւ հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խոսակցությունը մեկ այլ բանի մասին։ Սա շատ լավ հասկանում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու պատահական չէ, որ միանգամից հեռախոսազրույց է նախաձեռնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետի Դոնալդ Թրամփի միջև, փաստացի Դոնալդ Թրամփի հետ շատ լուրջ ձևով փորձում են աշխատել եվրոպացի գործընկերների այդ բանակցությունների մասով, հասկանալով, որ այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, չնայած որ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարում է, որ բանակցությունները շատ լավ են ընթացել, այդ պայմանավորվածությունը կա 1000-1000-ի փոխանակման, ուկրաինական կողմը նաև հիմնել է, որպեսզի երկու երկրների ղեկավարների միջև ուղղակի բանակցություններ սկսվեն, ռուսական կողմը դա ընդունել է գիտություն, այդ մասին նաև խոսել է Պեսկովը, որ եթե համաձայնություն լինի պատվիրակությունների միջև, հնարավոր է, ինչու՞ չէ, որպեսզի նման հանդիպում տեղի ունենա, բայց ամենակարևորը այստեղ այն է, որ Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Լավրովին եւ հեռախոսազրույց են ունեցել, թե ինչ են քննարկել այդ հիմնական մամլո հաղորդագրությունից քիչ բան ենք հասկանում, բայց վերջում կա նաև մեկ հետաքրքիր տեղեկություն, որ Մարկո Ռուբիոն հասկացրել է Լավրովին, որ եթե
առաջընթաց չգրանցվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եւ պատերազմը չդադարեցվի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսը նոր մեծ պատժամիջոցներ կարող է ընդունել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Փաստացի ամենից շատ Ռուսաստանի Դաշնությունը հիմա փորձում է խուսափել այդ պատժամիջոցներից, դրա համար ստեղծում է տպավորություն, որ գնում է բանակցությունների, պատրաստ է զիջումների, այնինչ իրականում տեղի չի ունենում։ Եվ դրա համար Թրամփն էլ եկել է հայտարարությամբ հանդես, որ վաղը արդեն առավոտյան 10:00-ին ինքը զանգահարելու է Վլադիմիր Պուտինին, նրա հետ հեռախոսազրույց է ունենալու, դրանից հետո ինքը հեռախոսազրույց կունենա Զելենսկիի հետ եւ Զելենսկիից հետո էլ հեռախոսազրույց կունենա մի շարք ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ, որից հետո արդեն որոշումներ կկայացվեն եւ ինքը հույս է հայտնել, որ այդ օրը հույսով է, որ շատ արդյունավետ օր կլինի եւ խաղաղություն կհաստատվի։ Չեմ կարծում, որ մեկ հեռախոսազրույցով նման բան հնարավոր լինի։ Ամենայն դեպս Ռուսաստանի կողմից արվող քայլերը եւ հայտարարությունները մեզ հակառակի մասին են հուշում։ Հավանաբար հիմա պայմանավորվելու են, Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է պայմանավորվել այն հարցի շուրջ, որ արիքա հանդիպենք Դոնալդ Թրամփի հետ, 1, 2, 3 շաբաթից հանդիպենք եւ փորձենք կարգավորել ռուս-ուկրաինական պատերազմը։ Երևի թե այսպիսի առաջարկ է անելու իմ պատկերացմամբ Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն երևի թե Ռուսաստանի Դաշնության նպատակը լինելու է կրկին փորձել ցկցկել այդ բանակցությունները։ Եվ շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, նա ասել է, որ այսօր կա երկու ճանապարհ, մեկը խաղաղության ճանապարհն է, իսկ մյուսը մեծ պատերազմի ճանապարհ։ Եվ երկու կողմերն էլ պետք է որոշեն, թե որ ճանապարհի վրա են նրանք հիմա կանգնելու։ Փաստացի Հական Ֆիդանի այս հայտարարությունը համընկնում է մեր այն վերլուծության հետ, եթե հիշում եք, որ իրականում Պուտինը պատրաստվում է շատ ավելի մեծ պատերազմի, շատ ավելի մեծ պատերազմի հիմա պատրաստվում Վլադիմիր Պուտինը, բայց նաև նա հիմա ծանոթ թեթևել է անում, քանի որ բավականին լուրջ է իրավիճակը եւ ամենայն հավանականությամբ Ռուսաստանում գիտակցում են, թե եթե այդ պատերազմի ճանապարհի վրա վերջնական իրենք կանգնեն, խոսքը մեծ ավելի պատերազմի մասին է, որի ռեսուրսները այս պահի դրությամբ Ռուսաստանը չունի, չգիտեմ հույս երևի Չինաստանի վրա է կամ Չինաստանից է դրդվում այդ պատերազմը, բայց պաշտոնական տեղեկություններով Չինաստանին էլ ձեռնտու չէ այդ պատերազմը արդեն ռուս-ուկրաինական։ Ում կարճ ասած Ռուսաստանի Դաշնությունը ընտրության առաջ է կամ շարունակել այս պատերազմը եւ ստանալ շատ լուրջ, շատ ավելի մեծ կործանարար պատժամիջոցներ եւ ստանալ այն, որ Ուկրաինային էլ ավելի են սկսելու օգնել, ինչու՞ չէ նաեւ զենքի մատակարարման տեսանկյունից, բայց այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը արդեն ստիպված կլինի իմ պատկերացմամբ հայտարարել համընդհանուր զորակոչ, ինչի մասին ես խոսում էի, սակայն միայն զորակոչը չէ, մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, եթե տնտեսությունը փլվում է եւ զենք, զինամթերքները չեն բավարարում, դրանից բացի եթե հասարակությունը պատրաստ չէ այդ համընդհանուր զորակոչին, դա ավելի մեծ խնդիրներ եւ գլխացավանքներ է առաջացնելու հենց Ռուսաստանի Դաշնության համար։ Հիմա դա է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով է շարժվելու, բայց նույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը հիմա փորձում է փոխել առավելագույնը ինչ հնարավոր է Ուկրաինայից։ Հիմնականում սա էր սիրելի հայրենակիցներ մեր այսօրվա կիրակնօրյա վերլուծական հաղորդումը, քանի որ երեկ էլ չէինք խոսացել, փորձեցի ավելի մանրամասն անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։